2025 թվականը տնտեսական ակտիվության ցուցանիշի տեսանկյունից բավական բարձր աճ արձանագրած տարի է։ Ինչով է պայմանավորված այդ աճերը եւ արդյոք սա խոսում է տնտեսության լիարժեք վերականգնման մասին։ Իհարկե, կանեդառնանք որոշակի գործոններին, բայց մինչ այդ մեր առաջին պատկերով ներկայացնենք տնտեսական ակտիվության ցուցանիշի հունվար-դեկտեմբեր ժամանակաշրջանի որոշակի բացվածքը։ Նախ նշեմ, որ 25 թվականի հունվար-դեկտեմբերին կուտակային ցուցանիշը տնտեսական ակտիվության կազմել է 9.1% նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Պետք է նշել, որ այդ բարձր ակտիվության կուտակային ցուցանիշը առավելապես պայմանավորված է տարեվերջյան վերջին ամիսների որոշ ենթավորների որոշ ճյուղերի արագացմամբ աճի, այդ թվում նաև արդյունաբերության որոշակի վերականգնմամբ։ Սրան դեռ կանեդառնանք, իսկ մինչ այդ նշենք, որ կուտակային աճի տեսանկյունից արդյունաբերությունը հունվար-դեկտեմբերին ավելացել է 4.7%-ով, գյուղատնտեսության աճը ի դեպ բավական ուրախալի հանգամանք 5.6% է, ուրախալի հաշվի առնելով մի կողմից գյուղատնտեսության մեզ համար կարևոր նշանակությունը, առանցքային նշանակությունը եւ նաեւ առավելապես հաշվի առնելով հանգամանքը, որ նախորդ ժամանակաշրջանները գյուղատնտեսության համար բավական այսպես ձևակերպենք մտահոգիչ էին, թեև այսօրվա աճերը եւս դեռ վաղ է, որպես լիարժեք վերականգնում գնահատելը, մենք դեռ չունենք հստակ գնահատականը, սրանք ժամանակավոր ազդեցություններ են, թե կայուն վերականգնում։ Շինարարության ոլորտը ամենաբարձր աճ արձանագրած կուտակային աճ արձանագրած ոլորտն է 20.2%-ով, առևտուրը համեմատաբար համեստ 3%-անոց ծառայությունների պարագայում ունենք 10.5% աճ եւ արտաքին առևտրաշրջանառությունը դեռևս անկումային է։ Նշեցինք, որ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշի, այս կուտակային ցուցանիշի նման դրսևորման համար, այսինքն այսքան բարձր տեմպին բավական մեծ նպաստում են ունեցել վերջին ամիսներին տարեվերջյան որոշ ոլորտների, այդ թվում եւ առավելապես նաեւ արդյունաբերության որոշակի վերականգնումը։ Իհարկե, թույլ տվեք վերականգնում բառը որոշակի վերապահումներով ասել եւ դա ունի բացատրություն։ Մենք մեր նախորդ հանդիպմանը խոսեցինք արդյունաբերության հունվար-նոյեմբերի տվյալների մասին, վերլուծեցինք դրա որակական հատկանիշները, այդ թվում բացահայտելով, որ մենք այստեղ կարծես թե կրկին արտաքին ազդեցությունների ներքո ենք։ Ես կխնդրեմ ցուցադրել երկրորդ պատկերը, որով հիշեցնենք արդյունաբերության միտումների մասին, եւ ըստ այդմ հունվար-նոյեմբերին դեռ հունվար-դեկտեմբերի բացվածքը չունենք ամբողջությամբ, բայց հունվար-նոյեմբերի արդյունաբերության աճը եւ մասնավորապես մշակող արդյունաբերությունը թերևս դեռևս անկումային է, բայց պետք է նշել, որ վերջին ամիսներին այս անկման հիմնական պատճառը այն է հիմնական մետաղների արտադրություն ենթավորոտում բավական մեծ աշխուժություն եւ աճ է գրանցվել։ Պարզապես հիշեցնենք, որ սա այն հոդվածն է, որով դրսևորվել է ոսկու վերաարտահանման այդ ամբողջ շարժը։ Թեև կուտակային հիմնական մետաղների արտադրության կուտակային ցուցանիշը հունվար-նոյեմբերին շարունակում է լինել բացասական, բայց պետք է նշել, որ վերջին ամիսների ընթացիկ տվյալները հակառակի մասին են խոսում։ Մասնավորապես 25 թվականի հոկտեմբերի համեմատ նոյեմբերին այս ենթավորոտում գրանցվել է 30.3%-անոց աճ, իսկ 2024 թվականի նոյեմբերի համեմատ աճն անգամներով է եղել 2.9 անգամ։ Եվ այս միտումը տարեվերջի 25 թվականի վերջին ամիսների համար կարծես թե արդեն հստակ միտում է, ինչը հուշում է, որ մենք նորից կարծես թե ոսկու վերաարտահանման այդ հոսքերի ներքո ենք։ Դա էլ իր հերթին նպաստել է 2025 թվականի տարեվերջյան վերջին ամիսների մշակող արդյունաբերության վերականգնմանը, որը իր հերթին այդ արդյունաբերության, ընդհանուր արդյունաբերության վերականգնմանը եւ հենց այս պատճառով է, որ վերականգնում բառը փոքր ավելի վերապահումով ենք ասում, քանի որ ըստ էության մենք կրկին գտնվում ենք արտաքին ազդեցությունների տակ, արտաքին ազդեցությունների ներքո, իսկ դրանք կայուն չեն եւ կախված չեն տնտեսական գործընթացներից։ Բավական հետաքրքիր է, որ այս նույն տրամաբանության համատեքստում նաև 2025 թվականի տարեվերջին աշխուժություն է նկատվել արտաքին առևտրաշրջանառության վիճակագրության մեջ, մասնավորապես 2024 թվականի դեկտեմբերի համեմատ ներողություն արտաքին առևտրաշրջանառությունը 25 թվականի դեկտեմբերին ավելացել է 32%-ով եւ միայն արտահանման աճը կազմել է 34.3%-ով, ինչը
կապված է հենց այդ արդյունաբերության գործընթացների հետ, այսինքն նորից ոսկու վերարտահանման պրոցեսներն են իրենց դրական ազդեցությունը թողել արտաքին առևտրաշրջանառության վիճակագրության վրա։ Հետևաբար, եթե փորձենք նաև ամփոփել, այո, մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը իսկապես բավական բարձր է։ Այո, մենք ունենք տնտեսության որոշ ոլորտների վերականգնման կարծես թե միտումներ կամ առնվազն այդ մասով որոշակի նախանշաններ կան, բայց պետք է նշել, որ միևնույն ժամանակ մեր տնտեսությունը մի կողմից կախված է կամ շարունակում է կախված մնալ արտաքին ազդեցություններից եւ որ ամենակարևորն է եւ ամենամտահոգիչը այս ամբողջ գործընթացներում դա հանգամանքն է, որ այդ արտաքին ազդեցությունները անկայուն են, հետևաբար նաեւ առավելապես դրանցով պայմանավորված տնտեսական աճը, տնտեսական ակտիվությունը եւս կայուն գնահատելը բավական բարդ է։